Ամուսինս ծառայում էր Սովետաշենի մայրաքաղաքային գնդում, Վաշտի ենթասպա էր։ Հունվարի 18-ին ինքնասպանություն է գործել, 2 տարի առաջ գործը քննեցին 2 տարի ձգելուց հետո որոշեցին, որ գործը պետք է կասեցվի։ Ըստ ինձ անարդար որոշում են կայացրել, քանի որ ինքը մահվանից առաջ գրել էր բացատրագիր, հստակ նշել էր 2 մարդկանց անուն, որոնց մեղադրում էր իր մահվան մեջ, նշել էր Գարիկ Մուրադյանի և Հրաչի անունը, որը իրանց Վաշտի հրամանատարն է եղել։ Բացատրագրի մեջ նշում էր, որ իրան չմեղադրեն ոչ մի բանում, քանի որ իրանց տիպել են Անթունի Վաշտը պակասորդով, իր ընկերները, ասել են, որ հետո պակասը կբերեն կտնեն տեղը։ Գործը 2 տարվա ընթացքում քննեցին անընդհատ քննիչները փոխվեցին, ամեն քննիչի հետ գործը փոխվելուց թղթեր կորեցին, անհետացան, հետո մարմնի փորձաքննության արդյունքները նախկին քննիչը չէր տալիս, որ ընթերցենք, հետո փաստաբանի միջոցով տվեցինք, կարդացինք ու այնտեղ հստակ նշվում է, որ ինքը մարմնի վրա կան հետքեր, որը ստացել է զորամասում եղած ժամանակ, իր մահվանից 12-ից 24 ժամ առաջ, որը եթե հետ են գնում, ինքը այդ ժամանակաշրջանում եղել է զորամասում, ես չեմ հասկանում, ինչ էր իրանց պետք ապացույց, որ չկարացան բացահայտել այդ գործը, որ հենց իրանք են մեղավոր, չգիտեմ ինչ է եղել այդ գիշեր, ինչ է կատարվել, ինչ են արել, լավ էր թող իրանք սպանեն, քանց տենց արեցին, որ ինքը եկել է տունն արել այդ բանը։ Ամուսնուս մահվանից հետո ես իր բումաժնիկի մեջից հանեցի պակասորդի ցուցակ, որտեղ ինքը հստակ նշում էր ինչից կա, ինչից չկա, եւ ես տվեցի առաջին գործը վարող քննիչին Նարեկ Երեմյանին։ Հետո անցավ որոշ ժամանակ, այդ թուղթը անհետացավ, քննիչը փոխվեց, թուղթը անհետացավ։ Չնայած ես փորձեցի կապնվեմ քննիչի հետ, ասացի ուր այդ թուղթը, ինքը ասաց, որ փոխանցել է Աբրահամյանին, մյուս քննիչին։ Աբրահամյանն էլ ասաց, որ չի տվել, կազմակերպեցին RRS-ում, ինքը հերքեց։ Բերել է մի մեծ թղթեր ու ինձ ասում որ դու այս սրանք ես տվել, չնայած այդ թղթերը չէի կարա ես դնել, փոքր բումաժնիկ էր, այդ պուճուրտ մի տողանոստայտերի թղթի վրա ինքը գրել էր, ծալել էր ու դրել էր իր բումաժնիկի մեջ։ Ուղղակի իմ սխալն էր, որ այդ թուղթը ես սեռոքս չարեցի, միակ թուղթն էր, որ սեռոքս չարեցի, ես վստահեցի քննիչին, տվեցի իրան, ինքը այդ թուղթը կորցրեց, հետո ասացին, որ պակասորդ չի ունեցեմ։ Ես զարմանում եմ, ոնց մեղադրյալ չկա։ Մարդը հստակ գրել է 2 հոգանու, խի չկան։ Խի չեն ուզում բացահայտեն գործը, խի 2 տարի ձգեցին, քննիչներ փոխվեցին, ով է տեսել մի գործին 4 քննիչ փոխեն։ Ամեն մի քննիչը փոխվելուց հետո ժամանակ էր ուզում, որ գործին ծանոթանալ։ Թող մի անգամից գործը սեռոքս անեին, սաղ քննչական բաժնին տային, ծանոթանային, 2 տարի էլ չձգեին, չասեին գործը կարճում ենք։ Բողոքարկել եք։ Բողոքարկում եմ ու բողոքարկելու եմ, եթե ստեղ չարեցին, ես դիմում եմ մեր պաշտպանության նախարարին, եթե ստեղ չբացահայտեն այդ գործը, ես դիմելու եմ արտերկիր, հետո այն ժամանակ թող չմեղադրեն։ Ասեն ինչի դիմեցիք, մեր երկրի հարցներ, ոնց որ իրանք են ասում, մեր երկրի հարցն մենք ստեղ կանենք, խի չեն անում։ Խի չեն այնպես անում, որ մենք էլ հանգիստ ապրենք, իմանանք ոնց ապրենք, ինչի այդ բանը արեց, որովհետև իմ ամուսինը շատ լավ մարդ էր, շատ լավ հայր, նման բան ինքը չէր անի, ուրեմն այնքան են ճնշել, որ ինքը գնացել է այդ քայլին, կամ չեն կարող բացահայտեն ինչ հետքեր է մարմնի վրա, խի ավիճվե։ Այդ զորամասում ոնց, ասում է ոչ մեկ չի տեսել, ոնց կարա ոչ մեկ չտեսնի, ոնց են կռվել ու ոչ մեկ տեղյակ չի եղել։ Ու սկսել են այնտեղ իրան զորամասից որոշ մարդիկ ցուցմունքներ են տալի, չգիտես պարքեր ուներ, վատ պայմաններում էր ապրում, սենց էր անում, վատ պայմաններում ինքը 10 տարի նույն տեղը ապրել է։ Խի հենց այդ օրը պետք է աներ, կամ էլ թե չէ օգնող են, թող իրանք իրանց օգնեն, իրան խեն օգներ, 2 տարի ինքը չկա, որևիցե մեկը մեզ ոչ զանգել է հարցնի ոնց ենք, մի անգամ իրանց հրամանատարներ եկե Մենակ թաղման այդ արարողության ծախսերն էր հաշվում, դաժե ֆորման ասում էր գումարը չի ասում, ինչը որ մոռացել ենք առանց գետինը մտնելու, իր հաշիվներն էր ինձ ներկայացնում, ես ենք ծախսերն ենք արել, կարծես ես իրան խնդրել եմ, որ ինչ-որ մի բան աներ, մարդու ջահել տղային հողն էին դրել, փոխարենը հարց հավաքցել, եկել էր իր առաջ չարած ծախսերն էր ինձ հիշացնում, թե ինչ արել, ֆորման գումար չէ, որ հագցրեցինք, պահեստից վերցրած ֆորման ինձ փող էր հաշվում, առանց ամանչելու։ Մի անգամ ես ինքս նախարարին դիմում էի գրել, չգիտես թե երևի չի հասնում նախարարին, հետեր եկել գործը վարող քննիչի մոտ։ Ինքն էլ sense քմծիծաղ տալով ինձ ասում է մեկ այն չել անես անարդյունք է։
Միգուցե չի հասնում պաշտպանության նախարարը տեղյակ չէ ամեն ինչից։ Ինքն էլ զոհված ազատամարտիկի տղա է եղել։ Ու ցավն է, որ ոչ մեկ ոչ մի բան չի անում, չի մտածում, ախ, ընտանիք ենք քանդել, 2 երեխաների ենք որբ թողել, ոնց կարելի է, ոնց են ապրում այդքանից հետո իր այդ ընկերները, ես զարմանում եմ։ Կան մարդիկ, որ կարում են հանգիստ բարձր դնեն գլխներին քնեն, չգիտեմ, ահավոր է։ Ես ոչ մեկին չեմ կամենա այն, ինչ որ ես եմ ապրել ու զարմանալին է, որ իրանք այդ տանջանքը հիվանդանոցում տեսնելուց հետո էլ իրանք խիղճ չունեցան, գոնե ասեն էլի մենք մեղավոր ենք։ Հենց այնպես մարդը խեր գրում այդ երկուսի անունը, թող գրել մեկ ուրիշի անունը։ Հենց այդ երկուսն էլ մեղավոր են ըստ ինձ։ Ուղղակի չեն ուզում բացահայտեն, դե փող գնդապետ ախիպ դի բացահայտեն։ Ծայրահեղ դեպքում են մեկը կամ են մյուսը, ասում են լիքը պակասորդ ունի, միլիարդներ ա գողացել երեպետությունից ու ազատ ֆրֆռում, բախա ֆրֆռում։ Թող բռնեն, բախի չեն բռնում։ Ազատել են գործից։ Հրաչ Բուդաղյանին ասում ազատել են գործից, բայց լիքը պակասնորդներ ու բաներ ունի։ Ու ոչ էլ դատում են։ Ասում են ինքը sense տենից այդ պակասորտները կարգ ամուսնու գործի հետ կապ չունի, ինքը գործից պետք է ազատվեր էլ, մինչև ամուսնու մահանալն էլ ասում են ինքը արդեն դիմումը գրել էր, պետք է ազատվեր։ Ես ցուցակը, չէ, ես ցուցակը տվեցի իրան գտան այդ կողոնը, հետո էլ այդ ցուցակը վերացրեցին, լավ կաշառվեցին քննիչները, 3 քննիչներն էլ լավ կաշառվում էին, դուրս էին գալիս։ Գործը այնքան որ երևի մտածում են միայնակ կինա ինչ պիտի անի, մի քիչ կխոսա Ահա, ինձ էլ գործի տեղավորեցին, մտածեցին կմոռանա, բայց այդ ցավը մոռանալ երբեք չի լինի, ինչքան էլ ասենք ծանրաբեռնված լինեմ ճիշտ է, շատ հոգսերի մեջ եմ, բայց ես երբեք էդի չեմ մոռանա։ Իզուր թող չփորձեմ որ կմոռանա։ Աղջիկս արդեն 2 տարի առանց ամուսին, ճիշտ է, շնորհակալ եմ աշխատանքի ընդունեցին, այս պայմաններում աշխատանք չի լինում ջահելներին։ 31 տարեկան աղջիկ է։ 10 արդեն 9 տարեկան աղջիկն է, 5 տարեկան տղան է։ Առավոտյան ժամը 7:30 տանից գնում աշխատանքի, իրիկունը ժամը 8-ին տուն է մտնում։ Խեղճ երեխես ոնց անի, երեխեքը չեն տեսնում իրանց մամային։ Գալիս է արդեն պետքա քնեն, որ մեկը առավոտ մանկապարտեզ գնա, մեկը դպրոց գնա։ Ճիշտ է, մենք օգնում ենք կողքից, բայց ես նստեղ եմ ապրում գյուղում է, Սողանքի գոտի է Ողջաբերդ գյուղում։ Ինչ անեմ այս երեխեքին, հանեմ ոչ դպրոց կա նորմալ գյուղում, ոչ բան, ես էլ վատառողջ ոնց անեմ, ստեղ գամ մնամ, հնարավոր չի։ Ես վատառողջ պետք է անդադ բժշկի օգնություն, այս փոքր երեխեքը ինձ կարան օգնեն։ Ես խնդրում եմ ուղակի գոնե եթե հնարավոր է, այս խեղճ երեխուսն են ցանեն ժամերը, որ կարանա իր երեխեքին մանկապարտեզ, դպրոց տեղավորի, գոնե գա վերցնի։ Ոնց անենք, այդ երեխեքը հորից կտրեցին, հիմա էլ մորից։ Ես ուղակի շատ եմ խնդրում, թող լսեն պատկան մարմինները ու հասնեն այսպիսի ընտանիքի, որ ինքը լավ երեխեք ունի, սպորտսմեն տղա ունի, ես մի կերպ, մի ոտով, մի բանով հասնում եմ, որ երեխուն տանեմ չկտրվի այդ սպորտից։ Արդեն 10 տարի է բնակվում ենք այս տարածքում, ամուսինս գրանցված էր տան հերթի մեջ, ինչպես խոստացել էիմ, երբ որ ես անցած ծառայության հերթը փոխանցեցին ինձ, բայց էդ էլ հույս չի տալի, որովհետև իրանք ասում են այդ հերթին այդքան էլ մի հավատա, երբ կգա քո հերթը ինչ կլինի, էդ էլ չգիտեն։ Ճիշտ ասած ես էլ չեմ վստահում, ամուսինս էլ 10 տարի հերթագրված էր, այդպես էլ տուն չստացավ։ Ու հիմա այս տնակում արդեն անհնար է ապրել, որովհետև արդեն փտել է ինքը, մեզանից մի 10 տարի առաջ էլ երևի Լեննականում էին ապրում, մինչև բերել այս տնակը ստեղ։ Ուղղակի խնդրում եմ, եթե այսքան տառապանք տալուց հետո մեզի պաշտպանության նախարարությունը իրանք նախ պետք է առաջնահերթ մեր տան հարցը լուծեին, որպեսզի երեխաներիս զրկեցին հորից, գոնե մի տունն ինչ էր։ Ռեզերվային այնքան տներ ունեն, թող հատկացնեն, ասեն գոնե այս երեխեքին մի բանով օգնենք, առանց այդ այս երեխեքին շատ տանջեցին իրանք։ Իսկ ձեր ամուսնու դեպքից հետո կարծես թե նորից վերանայվել էր այդ հարցը, ձեզ խոստացել էին, որ բնակարան կտան։ Հա, խոստացել էին, բայց չարեցին։ Խոստացան դաժե կգան կնորոգեն, մինչև տունը ստանանք տնակը, ասացին կտնակը կանեն կնորոգենք, բայց դա էլ չարեցին։ Ինչպես միշտ խոստանում են ու չեն էլ անում։ Այո, դիմել ենք պաշտպանության նախարարը, ասել էր որ ամեն հարցում օգնեն աջակցեն, բայց ոչ մի բանով ոչ օգնեցին, ոչ էլ աջակցեցին։ Տենց էլ մնաց մեր հարցը։ Բնակարան մենակ տան հերթ ամուսնուս փոխանցեցին ինձ, այդքան արեցին։ 255։ Հույս չունեմ, որ առաջիկա մի քանի տարվա մեջ դեժե տուն կունենամ, բայց անհնար է ստեղ ուղղակի այս պայմաններում 2 անչափահաս երեխա պահելը շատ դժվար է։
Եթե իրոք ես ունենայի ինչ-որ մի հնարավորություն, ես այսքան իրանց չէի խնդրի, չէի դիմի, որ տան հարցը լուծեն, ուղղակի ստիպված հանուն երեխաներիս դիմում եմ, նորից խնդրում եմ, որ այդ հարցը լուծեն։ Իրանց համար այդ ոչինչ է, բայց իմ երեխաների համար դա մեծ երջանկություն է, գոնե տան մեջ մեծանան այսքանից հետո։